Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիոն թունիչները, գործարար ալիքն եք դուք լսում, կամ թվային հարթակներում եք մեզ դիտում, գործարար ալիքի լրատվական ռադիոյի Instagram-յան, Telegram-յան, YouTube-յան կամ ինչ որ այլ թվային հարթակում։ Թարմ ուղեղով հաղորդաշարն է սա, Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, երկրորդ խոսափողի մոտ, առաջին խոսափողի մոտ Արտակ Չիբուխչյանն է, մենք մինչև եթեր մտնելը երկար քննարկում ենք, թե ինչպես պիտի ներկայացնենք Արտակին։ Ես կանգ առա մեր լավ բարեկամ Արտակ Չիբուխչյանը։ Կարծում եմ, որ դա վատ ներկայացնելու ձև չի։ Առիթը, որով որ հանդիպել ենք, երևի թե Արտակը ինչ-որ այլ շարժառիթներ էլ ունի, բայց ես Արտակի հետ մենք որոշեցինք խոսել իր 6-օրյա հացադուլից հետո, որը նա իրականացրեց մեծ իմասամբ Ազատության հրապարակում, ասեմ, որ միաժամանակ այդտեղ է նաև Մանեթ Հանդիլյանը իր համակիրների հետ նորից հացադուլ է անում ադրբեջանական բանտերում հայկական գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Ռուբեն Վարդանյանի եւ մնացածին համերաշխություն հայտնելով, Ռուբենին խնդրելով, որ դադարեցնի հացադուլը, բայց Արտակը կարծես թե ինչ-որ այլ նպատակով էր այնտեղ, այսինքն համահունչ չէր Մանեի հետ, այնքան էլ համահունչ չէր, այսպես ասենք։ Եկեք դրանից սկսենք, ինչ պատճառով եք որոշել դրան գնալ Արտակ։ Դավիթ ջան, ճիշտ ասած, ես որոշել էի հացադուլը հայտարարել դեռ ութ փաթոթը որոշեցի, ընդամենը 2 հոգու ասեցի, որդուս եւ ընկերոջս, որ երկշաբթի հացադուլը են նստելու։ Ինչի երկշաբթի օրվանից։ Կիրակի օրը կանոնչս ծննդյան օրն էր։ Ասի այդ խեղճ կնգանը Արդեն տարիա մխթարեմ ծննդյանորը նշենք նոր բայց հետո պարզեց որ արդեն Մանեն, Դավիթը, Արտավազդը հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում դա ասի ինչի ատում ասվենք կրկին անգամ գնամ մոտները մոտեցա իրենց ասի ժողովուրդ ջան որոշել եմ նստեմ հացադուլի, դեմ չէ ես կողքի նստարանին նստեմ, ասի բայց այն ինչ դուք եք ասում, ես դա չեմ ասելու, դե իհարկե նստեք, բարեհամբեր ընդունեցին, կա մեծ են ասում էին հացը կապողա, ամեն մարդու հետ հաց չեն մոտի, կա սեղանի ինկեր, հացի ինկեր, մենք էլ դարանք իր հետ սովի ինգերներ Էդ էլ է կապող Էն էլ ոնց է կապող մի լավ միջավայր Իրենք նստել են հացադուլի որպեսզի դրանով Ռուբենին համոզեն ինքը դուրս գա հացադուլից Ես էլ Ռուբենին լավ իմանալով մանն էլ ասում իրենք ով ենք իրենց պահանջենք խնդրում են ուղղակի Ռուբենը մի վիճակի մեջ է երբ որ իրան պետք է որ ինքը զգա վստահություն ժողովրդի կողմից որ հավատը իր մեջ մնա հույս ունենա սիրով պարզված լինի եւ կայացնի ճիշտ որոշումներ ընդհանրապես ու ես էլ ուզում եի ցույց տամ որ հացադուլը այսօր դարել է մի անիմաստ գործիք Հացադուլը ինչի են հայտարարում նախկինում, այդ ինստիտուտը ոնց առաջացավ, Հնդկաստանում էր այստեղ ընդեղ։ Դա տավը սխալ դատել է։ Մարդը գնում է նստում է հացադուլի ասում, դες ես հացադուլ եմ հայտարարում քուտան առաջ։ Ինքը մնում է հացադուլը հայտարարած, ինքը զոհվում, հա։ Եվ դա տավոդին պատժում են, ասում են, դες ես մարդը ճիշտ է։ Հիմա այդ պատասխանատվություն կրողը գոյություն չունի։ Մեր իրավիճակում, հա, անպատասխանատվությունների ժամանակաշրջանը ոչ մեկը չի ամաչելու, ոչ մեկը չի վատանալու, ոչ մեկը չի ասելու, այս ինչու սենց եղավ, այս ինչ ես մարդ ես, քան ոչ մեկը չի ասելու դա։ Ոչ մեկը։ Սիկը դա դարավ անիմաստ գործիք, դա վերածում ինքնասպանության ցավոք սրտի։ Որը մեղք է, չի կարել։ Գիտեք ցրտահարությունից լեռնային հիվանդությունից որ բարձրանում է ստեղ որտեղ թվացան արդեն պակաս սովից մախը ինչ որ տանջալից մախ չի
կտանքներ չի։ Ես նրանց հետ փորձել ունեցա։ Երկրորդ օրվանց արդեն վեճը տել չի, կերել ես, չես կերել։ Չես դուք զգացողությունը սովի։ Բայց կանցնի մի շաբաթ, 7 օր, 10 օր, 14 օր, 20 օր, արդեն կամաց կսկսվեն փոփոխություններ օրգանիզմում։ Կդառնան անդառնալի։ Կհասնեն վատ իրավիճակի, կյանքի որակը հետագայում, եթե նույնիսկ դուրս էլ գաս, փոխվելու է։ Բայց մարդիկ գնալու, եթե գնաց մինչև վերջ, գնալու հանգիստ։ Լավ երազներով, իրոք տեսիք է տեսնելու։ Ես կուզեի ավելի շատ մենք քննարկեինք մեր հասարակության պահվածքը։ Հանրահավաքներ եղան, մի գործընկեր Իգոր Գլումովը, ռադիովանի մեր գործընկերներից հետաքրքիր բան ասաց, ում հետ ես անձամբ առնչվել եմ, բայց լավ ծանոթ չեմ, բայց հետաքրքիր բան ասաց, եթե այստեղ հավաքվեն բոլոր այն մարդիկ, ում որ Ռուբենը իր կյանքի ընթացքում ում համար որևէ լավ բան է արել, հրապարակում տեղ ու դադար չէր լինի, բայց հանրահավաքը կարծես թե այնքան էլ մարդաշատ չէր։ Ես ուզում եմ հասկանամ ինչ տեղի ունեցավ մեր հասարակության մեջ, որովհետև այն մարդիկ, ովքեր որ այսօր Բաքվի բանտում են, մեզ հասած տեղեկություններով, նույնիսկ ադրբեջանական պաշտոնական մամուլում եղած տեղեկություններով իրենց բավականին արժանապատիվ են պահում։ Բաքվի բանտում, դատարանում այդ մարդիկ պահում են իրանց մարդկային տեսակը, իրանց հայ լինելու տեսակը ու բավականին արժանապատիվ են ներկայանում, նույնիսկ այդ աստիճան անարդար թշնամական վայրի գործընթացում։ Մեր հասարակությունը կարծես թե իրան այնքան էլ հարիր չի պահում այդ մարդկանց պահվածքին։ Վկա Ռուբեն Վարդանյանի ձայնաուղերձը, որը տարածվեց այն ընթացքում, երբ դուք հացադուլի մեջ էիք, վստահ եմ լսել եք։ Այսինքն դա շատ արժանապատիվ մարդու կեցվածքեր թշնամու ոսոխի ճիրաններում գտնվելով հանդերձ, բայց հասարակությունը իրան այտենց չի պահում։ Կուզեի դրա մասին խոսեինք։ Այդ հանրահավաքին ես էլ էի գնացել, Գորին էլ տեսա այնտեղ, կարծեմ դու էլ ես այնտեղ, չէ։ Ես չեմ եղել։ Գորին այնտեղ տեսա Գորին։ Իրոք, եթե եկել են բոլոր այն մարդիկ, ովքեր, բայց չմոռանանք, որ մենք սիրում ենք մահացածին սրբացնելը, մեր լապաշտենք։ Մեզ համար երբ որ մարդը մահանում, ենք Աստվածանում։ Դիակ բառնել ատեից գալի, ոնց եմ եղբայր արծրունն բացատրում ստուգա բանը։ Երևի դեքանով մենք ընկերներ ենք Ռուբենի հետ, ես իրենց ոչ բան, իրենց գումարային հարաբերությունը մեջ երբևիցե չի եղել։ Բայց եթե եկել են բոլոր այն մարդիկ, ովքեր աջակցվել են Ռուբենի կողմից, նրա ծրագրերի կողմից, դեռ տեղութաթար չի լինի այդ հրապարակում։ Չեն եկել։ Նեղանանք իրանցից պետք չի։ Իրանք մարդիկ են։ Մանավանդ հիմա Պահքի շրջանը ոչ մեկի դատապարտել պետք չի։ Արտակ ջան, դե բանտերում նստած մարդիկ էլ են, մարդիկ էլի։ Ռուբենի ուղերձը ինչքան քրիստոնեական, քրիստոնեաբար ուղերձ է։ Ոչ մի չարություն չկա ուղերձի մեջ։ Ոչ մի չարություն։ Ինքը դերակցություն խնդրում բոլոր նրանցից, ում կամա թե ակամա վատ վիճակի մեջ է դրել։ Վատ վիճակի մեջ է դրել։ Նույնը Դավիթն է վերաբերվում, Դավիթի կնոջից դերակցություն խնդրեց։ Եվ ով էլ որ չի հասկացել, ով էլ վատաբանում է, նրանց էլ ոչ մի քշտամբանք չուղղեց։ Ոչ մի քշտամբանք։ Մեր մոտ այդ բادرությունն է պակասում հասարակության մեջ։ Հասարակությունը հասարակություն չի այլևս։ Անհատների ամբոխ է։ Ոնց չի իշես մեր Եղիշչարենցի ամբոխները խելագարված, քանի անգամ ինչ ժամանակ էր որ կարդում ես, նոր բան ես տեսնում։ Այն մարդը կարող է լրիվ ուրիշ բան նկատում ես գրելու ժամանակ, բայց մենք այսօր կարդում ենք այլ բան ենք տեսնում։ Ռոբերտի ուղերձը լսելուց հետո ամիջապես միացրեցի
այդ տաղանդաշատ վոկալ գործուճանի ով կհանդիպի ստեղծագործությունը Չարենցի երկու անտի բանաստեղծությունների միավորում է միաձուլում չի միավորում ինքը չի խոշորացրել տեքստը ինքը միավորել արժեք ստացել այդ միավորումից Չարենցն էլ է դա գրել եւ չգիտեմ ըստ երևույթին բանտում նստած նկարան գերեվակայենք եկեք տեսնում եկան այդ մսավաճառները թուրքի եկան պետքա տանեն իրան կոտոր անեն ասում տղեկ վերջ Երևանցի տղեկ եկելի այս կտանեք կտակ այս ինչ մարդուն կնոջս կտակ կարող այդպես չի եղել բայց այս որ նկարագրում են գեղարվեստական ֆիլմերում նման ստացվում չէ ինքն դեռ նստած մեջի չարություն չկա այդ բանաստեղծություններում ոչ ով կհանդիպի ոչ կյանքում չկա մեկ նշულ անգամ չարություն ու գիտեք ինչ է ստացվում մենք այնտեղ 4-ով չէինք հացադուլի նստած մեզ այդ հացադուլը նստած ազգի հայրիկ Հովհաննես Թումանյանը գիտեք ինչ փորձեք առանց հացադուլի նստեք 6 օր նստեք Հովհաննես Թումանյանի առջև ոչ մի անգամ ձեր աչքերում չի նայենք ստեղծագործը Արցանն այդպես է պատկերել ինքը քո աչքերում չի այո միշտ վերևան այո Ռադիո լսողների համար ասեմ որ խոսքը գնում է Ազատության հրապարակում տեղադրված Հովհաննես Թումանյանի արձանի մասին որի հարող տարածքում էր նաև հացադուլը Արտակի եւ ընկերների մնացած երբ որ նայում ես այդ արձանին Սպանդարյանի արձանին մյուս ազգի մեծ է որ մեզ պատկերվեց Սպենդիարյանի այո որի աճուրը կողքնա գտնվում սկսում ես կամաց ինքդ գետին է մտնել որովհետև նայում ես պատվանդանին եւ զարհուրում այդ խոյակերտ օպերայի շենքի աշխարհի լավագույն օպերայի շենքի Բաքում գտնվող այդ երկու հզորների արցանների պատվանդանները 2008 թվականի վերանորոգումից հետո չգիտես ինչու չկա անհայտացան տեղը հայտնվեց ինչ որ մի абսուրդ որ հիմա քայքայվում է բնականաբար քայքայվում է դե հիմա ասեմ տրոլինգ է կանելու Ենոքավանի մարմարից կառուցված ինչ որ պատվանդաններ են նրա սլեբներով դե ասեմ Ենոքավանը իմ գյուղն է Նիկոլ Փաշինյանի տատի ու պապի գյուղն է եղել նրանք տեղափոխվել են Իջևը այդ նախորդ ասեմ էլի այս Ենոքավան տրոլինգ անելը պետք չի այլևս հելիքա բավարար ու ոչ մեկը չի նկատում դա այդ հանրությունը կողքով գնում են գալիս են հավաքվում են հանրահավաքներ են անում ոչ մեկը դա չի նկատում որ պատվանդաններն իրենց չեն ու ոչ մեկը չասում որտեղ են պատվանդանները եթե մենք հիմքը կորցնում ենք ամեն ինչի որտեղ ենք ուզում հասնել որտեղ ենք ուզում հասնել ով պատժեց նրանց ովքեր ոչնչացրեցին պատվանդանները որոնք միանշանակ արցանը հետ միասին ներկայացնում են հուշացանային այո դա մի աշխատանք է այսինքն արժեք է չէ դա այդ վերացնողը պատժվեց ամոթանքի տրվեց ես չեմ ասում բռնեն կախեն Նա խնդիրը պատիժը չի խնդիրը գնահատական տալն է ստեղծված իրավիճակին այսինքն ոնց է հասարակությունը գնահատում այս կամ այն իրադարձությունը որը տեղի է ունենում ոչ ոք գիտեք մենք 90 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի լիակումար նիստը ընդունեց Հայաստանի Հանրապետության հռչակագիրը այդ լիակումար նիստին մասնակցում էին 10-12 դեպուտատ ընտրված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից Գետաշենից Շահումյանից
բոյկոտի էին ենթարկել Ֆիզուլին եւ Շուշին։ Այնտեղ մեծամասնությունը հիմնականում թուրքաբնակ էին, մեզ մարդիկ չէին մասնակցել ընտրություններին։ Հրճակագիրը պարզ գրված փաստաթուղթ է, ազգի մեծերն են գրել։ Չկա մեկ հեղինակ, կան մի խումբ ազգի հայրեր, մեծեր, ովքեր այդ հրճակագիրը ընդունեցին, մշակեցին, ներկայացրեցին ազգային ազգը Գերագույն խորհրդի տեսքով ընդունեց։ Հետո ինչ էր տեղի ունեցան, այդ տեղից ես պատվանդանի քանդումը։ Ձևական պատվանդանը թողվեց, հրճակագիրը մնաց, որտեղ այն ժամանակ հանրությունը այնքան ոգեղեն էր, որ թույլ չէր տա որևէ մեկին այդ հրճակագիրը տրորի։ Իրան ֆորմալ առումով թողելով, ասենք պատվանդան իբր թե մնաց։ Հիմա էլ Թումանյանի, Սպենզարյանի, Արցանների տակ կան պատվանդաններ։ Բայց սա ձևավորվել այլ երևույթ։ Գրվեց առաջին սահմանադրությունը, որը եթե աղերս ունի էլ զուտ ձևական։ Հրճակագրի հետ նկատի։ Այո։ Որը երբ որ կարդաս քաղաքացին կարդա, ոչ սահմանադրագետ, ոչ իրավաբան, առանձնապես ինքը մի բան կհասկանա, այլ իրավաբան, սահմանադրագետ, իրեն այլ բան կբացատրի։ Հետո եկավ երկրորդ Քոչարյանի ժամանակվա սահմանադրությունն, նա ավելի մոտեցավ, գոնե ամեն հայ կարա դառնա Հայաստանի քաղաքացի, գոնե դրանով մոտեցավ։ Եկավ երրորդ սահմանադրությունը, որ պարլամենտական երկիր ենք։ Ահա, դե հասանք։ Եթե երկիր ենք պարլամենտական, այստեղ կա գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններ, այո, եւ դատական իշխանություններ։ Բայց կա մի հատ կարևոր ինստիտուտ։ Այդ ինստիտուտը կա բոլոր պարլամենտական երկրներում։ Դա ազգի մեծի ինստիտուտն է, նախագահի ինստիտուտ։ Ալմեն Սարգսյանի ժամանակ մի անգամ ինձ զանգարեցին, որ նախագահը հրավիրում ասես, հրավիրում, որդուց վերցի գնացինք, զրուցեցինք և հասկացա մի բան, որ ինքը միշտ անդադ բողոքում էր, որ ես գործադիր լծակներ չունեմ, ոչ իմ բան չեմ կարող անեմ, ես ինչ բացատրեմ նախագահին։ Բայց ամեն ինչ կարող այդքան չէի հասկանում, որտեղ հայրս դեռ կար։ Հունվարի 31-ին 19 թվականին, հետո հայրիկը լավ էր անձիկում և ստա զրուցում ենք իրար հետ, վերջի զրուցներ, թե միացրու երկիր մեջա, ինքը գիտե որ ժամին, որ լրատվականով, ինչ հաղորդում ալինելու։ Միացրեցին, դեղ Ալմեն Սարգսյանը իր բարի կեցվածքով ինչ-որ բան էր անում։ Թե տղա ջան, Նիկոլը չի կարողանում առավոտը իջնի հետը թեյ խմի, նոր գնա գործի։ Ես հիմա հասկանում եմ ինչ էր ուզում ասի։ Երբ որ մեծը կա, դու մեծի հետ ինչ-որ բան ես ուզում անես, նստում ես, զրուցում ես։ Իր ասածը պարտադիր դու իրականացնես։ Մեծամասամբ հատկապես մենք տղաներս մեր հորը լսում ենք գնում հակառականում գլխին հետ քարին ասում, ահա ինչ ինքը ասում։ Բայց լսում ենք, չէ։ Հետը չէինք վիճում, չէ։ Որտեղ մեծի հետ չեն վիճում։ Մեծին հարց ես տալիս, ինքը ասում է։ Ոնց պատասխանում է, տենց պատասխանում է, այո, քննարկելու մասին չի խոսքը, այո։ Հիմա ցավոք սրտի մենք եկել ենք մի ժամանակ ենք հասել, որ ազգի մեծը չկա։ Սրանց դեռևս մի 10 տարի առաջ էր, չէ՞, մի հատ Facebook-ում ակտիվություն անում էի։
Ինչու բան է եկել բարոյականության մասին։ Ու մի երիտասարդ գտեց պատասխան։ Դե դա ասում է ինչ որ անիմաստ թեզա ամեն մարդ իր բարոյականությունը ունի։ Դե երիտասարդը չէր նույնիսկ Google արել, կարդացել ինչ է բարոյականությունը մորաս։ Այդ մասին երբ ով ա գել առաջի անգամ, ինքը միշտ եղել է, բայց չմեկը առաջ անգամ ձևակերպել է, չէ՞, այո։ Ցերոնը տվել է դրա ձևակերպումը։ Եղել է մթ, 200 թե 150 քանի թվի։ Ինքը ոնց որ մենակ իր համար չի ձևակերպել, ինձ չի որ ամեն մեկը իրանը ունի, սա իրանն է, նա նրանն է, էլի։ Բաթքեր, հանրության մեջ, որը գրելու կարիք էլ չկա։ Չկա գրելու դրա կարիքը։ Դա օրենք չի, դա այն գլխեն կա բոլորի կողմից ընդունելի։ Դες որտեղ ենք հասել, դες այս մի 10 տարի առաջ արդեն դու մի ասի ամեն մարդ իր ընդունելի բարոյականությունն ուներ, այո։ Բարքերը ուներ։ Եթե ամեն իր ընդունելի բարքերը ուներ, մենք չենք կարող միավորվել։ Մենք սկսում ենք հաշվելը։ Դες 23 հոգու փրկելու համար դնենք վտանգի տակ 3 միլիոնը։ Եղբայր։ 1 հոգու արժեքները եւ 3 միլիոն արժեքները դա հավասարություն է։ Եվ այսպես, դա հավասարություն է։ Եթե դա այդպես չէ, դե մենք ունենք 3 միլիոնանոց ազգ։ Մենք ունենք 3 միլիոն Չէ, տարբեր մարդիկ, այո, ասոցիալ, այո։ Ու դա շատ տհաճ երևույթ է, դա գալիս է նրանից, որ մեր մոտ 30 տարի շարունակ մեծ ինստիտուտը ոտնահարվել է։ Այո։ Ոտնահարվել է։ Մենք ունենք այսօր շատ վատ վիճակում գտնվող գիտություն ազգային ակադեմիա, որտեղ նրանց դիմող չկա։ Եթե չեն դիմում, եթե մեքենան 9 ամիս չոտենաս գոնե դուրը չբացես, լավ չի աշխատի։ Ինքը արդեն քշելու պիտանի քշլական չի լինելու։ Վենել փոշի անցնելու տեսլական էլ չի լինելու։ Այո։ Հասկանում եք։ Էդ է խնդիրը, Դավիթ ջան։ Դա է խնդիրը։ Ես 6 օր շարունակ չէի հորդորում, ուղղակի զրույցների ժամանակ դե մարդը որոշում է կայացրել, հացադուլ արել ես իրանց այն բան, չէ, պետք չէ։ Բացատրում եմ իմ դիրքորոշումը, փորձեմ վարակեմ։ Ես մոտեցա տեսա ժողովրդին, ստացել են, շարունակում են իրանց տոկունություն, ուժեղ տոկունություն։ Այո։ Միակ հորդորած որ իրանք հանկարծ ու հանկարծ չգնան ինքնասպանության, դա մեղք է, չի կարելի։ Դրան չգնան, այդքան խո էմոցիոն ունենան։ Կամքի դրսևորում արդեն կամքի իրանք դրսևորել են, կամքը իրենք ունեն։ Իրանք տարբերվում են միանշանակ այլ աստծո ստեղծագործություններից, որոնք սովում են ուտում են։ Իրանք կարան չուտեն եւս։ Դա պատասխանել են իրանք։ Հորդորը Ռուբենին միանշանակ տեղ է հասել։ Ես նույնիսկ ուղերձում զգում էի, ինձ էլ թվաց իրականում, ես համաձայն եմ, ինձ թվում է որ տողատակերում եւ ոչ միայն տողատակերում տեղ է հասել, ինքը դա ընդունել է, ինքը դրանից ոգևորվել է, ինքը դրանից էներգիա է ստացել ինչ որ այդ այլակից։ Դուս գամ, բայց մի հատ կոպիտ օրինակ բերեմ, թող ոչ ոք չնեղանա, չեմ ազնվորում։ Որպես տպավորիչ լինի, բերենք մի հատ սենց օրինակ, որեցի մի շատ վատ երկոտանում, բռնել են և պետք է դատապարտեն բռնաբարության հոդվածով։ Իրանք դատավորը ներկայացնելով հանրությունը ինքը դատապարտում է այդ բռնաբարողի որ օրգանը։ Ահա։ Հիմա հարց։ ուղեղը Հարց։ Հայաստանի Հանրապետություն ունի գործադիր
օրգաններ, օրենսդիր եւ դատական։ Այդ օրենսդիրը այդ երեքի գլխին կա ով արդեն որոշեցինք նախագահը մեծը։ Մենք ում պետք է դատապարտենք եւ ումից ինչ պետք է պահանջենք։ Այո, մեծը մենք 3 րոպե դեռ ունենք, հարգելի Արտակ։ Փորձենք ամփոփենք, մենք դուք էլ տրամաբանորեն հասանք ամփոփմանը։ Նախագահից ենք պահանջելու։ Պարոն նախագահ, ցավով եմ ասում, որ Հայաստանի քաղաքացիների ոչ 100%-ը գիտի ձեր անուն ազգանունը։ Ավելին, մեր տարաճանաչ ազգում նույնիսկ իմացողների ձեր անուն ազգանունի մասին ոչ բոլորը ճշգրտորեն կգրեն ձեր անուն ազգանունի թղթի վրա։ Ցավոք սրտի։ Գիտեք, ձեր աթոռը նրա համար չի, որ դուք վերցնեք բոլոր թղթերը, որոնք գալիս են ազգային ժողովի վարչապետի կողմից եւ ստորագրեք։ Դրա համար չի ձեր աթոռը։ Ձեր աթոռը նրա համար է, դա գահ է, դա մեծի գահն է, որին նստածը պետք է մեծություն անի։ Հովհաննես Թումանյանը 54 տարեկան հասակում անցավ երկնային ուղին։ Իսկ մինչ այդ երիտասարդ մարդ, տակավին երիտասարդ, ես հիմա 61 եմ դառնալ 2-3 շաբաթից։ Ինքը գյուղ մարդկանց հետ հանդիպելով եւ հայերի, եւ թուրքերի, եւ վրացիների փորձում էր հաշտեցության եզրեր գտնել։ Ինքը կառավարության անդամ չէր։ Ինքը նույնիսկ եկեղեցու հետ, եթե չեմ սխալվում, որոշ խնդիրներ ունեցավ, որովհետև նրանք ասում են այսպես պետք չէ, սա էս ձևի պետք է լինի։ Ինքը մեծություն էր անում եւ ազգի հայրիկ դարձավ։ Դուք տարիքում ինձնից ավելի մեծ եք։ Ու ես այնքան եմ ինձ վատ զգում, որ ես ձեզ ամոթանք եմ տալիս հիմա։ Այնքան վատ եմ ինձ զգում։ Արդարացրեք աթոռը։ Վռամշապու հատքան ոչ անկախ Հայաստանի պարսիկների կողմից նշանակված դրածո թագավոր է, կրակապաշտ, ոչ քրիստոնյա, հայերեն մի բառ չիմացող, բայց գահը նրան պարտավորեցրեց եւ նա կանչեց իր մոտ Սահակ Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին, ասեց ժողովուրդ, այս տարերը ստեղծեք, մի բան արեք, թե չէ սենց դուք կորչելու եք, մասնատվելու եք, վերանալու եք։ Այսօր մենք այսօր հայերեն խոսում ենք Վռամշապու հատքայի կայացած որոշման հիման վրա։ Իմ եղբայր Արծրունն է ասում, գահը պարտավորեցնող է, ձեր աթոռը, ձեր գահը, ձեզ չի պարտավորեցնում։ Գոնե անկեղծորեն ասեք, որ չի պարտավորեցնում, այդ գահը փոխենք, հա։ Կամ էլ դուք գնացեք, թող մեկ ուրիշը գաց այդ փոխարեն մեծություն անի, իմանալով, որ ձեզ ժողովուրդը խնդրեց հեռանալ, մեծություն չանելու պատճառով։ Լսեցիք, պարոն նախագահ, շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ, Արտակ Չիբուխչյանն էր մեր տաղավարում, հուսանք, որ կգան ժամանակները, երբ մեր երկրում մեծերը իրենց կպային մեծի պես, փոքրերն էլ փոքրի պես մեր Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցներին առողջություն, տոկունություն, մեր հասարակությանն էլ ավելի համախմբվածություն։ Կարելի մի խոսքեր, ժողովուրդ ջան, եթե որևէ մեկի նեղացրեցի կամաթայականը, ներողություն եմ խնդրում։ Եկեք փորձենք գտնենք միավորվելու եզրեր։ Որտեղ ասեմ, մարդկանց մեծ խոշորացում չկա, մարդիկ միավորվում են։ Ընտանիքը խոշորացմամբ չի ստեղծում, միավորվելով աստեղծում։ Այո։ Շնորհակալություն։ Այսքանը շարունակեք լսել գործարար ալիքը, կհանդիպենք։